Հարի։ Նարեկն է գալիս։ Ինչ-որ բան է իմացել։ Չգիտեմ չի ասած։ Կարծում որ ինչ-որ բան կա։ Հա։ Երևի։ Իրական ինչ-որ աննշանի բան էլ իմանանք, էլի ինչ-որ բան, ինչ-որ ուղղություն կլինի։ Դե սպասենք, տեսնենք, ինչ կա։ Աստված եմ գոն ինչ-որ բան լինի, գոն ինչ-որ բան իմացած լինի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ եմ։ Լավ, ես գնամ իմ սենյակ։ Նստիր։ Ինչու ես այժմ եկել։ Իսկ դու ամբողջ գիշեր տուն չես եկել։ Բայց ես զգուշացրել եմ։ Ինչ։ Ինչու է ես այսքան վստահ, որ դու Անի հետ ես այստեղ։ Ինչ։ Իսկ Նարեկն ու Վարդանը որտեղ են։ Գնացին։ Գնացին։ Ես զգում էի, այնքան համոզված էի, որ դուք միասին էիք։ Այնա։ Որ ստուգելու կարիք չկար։ Ստուգեն եկել ես ստուգելու համար։ Ասեմ, որ իզոր ժամանակ ես կորցնում։ Տիգրան, դրան դեռ չեմ հասել։ Ես արդեն սկսում մտածել, որ ամեն քայլափոխին հետևում ես ինձ։ Տիգրան։ Եթե այսպես շարունակ հետևել հեռու չի։ Բայց ակես նման չի, գիտես։ Ինչ ես նման բանանում։ Ինչ ես եկել ու ինձ ստուգում նարին են։ Իմ ճանաչած նարինն են նման բան չէր անի։ Իսկ ես ինչ անեմ, որ դու ողջ գիշերը այդ աղջկա հետ ես անցկացնում։ Անին ողջ գիշեր եղել է Աննայի հետ, Աննայի կողքին։ Հա, ու նոր եկավ։ Լսիր, քեզ քանի անգամ պիտի խնդրեմ, որ չստիպես ինձ աշակերտին նման բացատրություններ տալ։ Ինչպես չես հասկանում, որ ես ինձ լավ չեմ զգում այդ դերում։ Իսկ ես ինձ լավ եմ զգում, Տիգրան։ Լավ եմ զգում, որ դու ինձ խաբում ես։ Աստված։ Կներես ես չպետք է գայի։ Նարին են, Աննայի երեխային են գողացել։ Բոլոր այդ թվում Նարեկը և Անին ողջ գիշեր եղել են Աննայի կողքին։ Ոնց չես հասկանում։ Տիգրան, իսկ ես չեմ հասկանում, չէ՞ դա։ Ես այդ դրության մեջ չեմ մտնում, չէ՞։ Ինչպես միշտ։ Ամեն անգամ նույն հարցը տալիս եմ ու դու չես պատասխանում ինձ։ Ինչ հարց։ Ինչու է այդ աղջիկը քո կողքին միշտ։ Ամեն տեղ, Տիգրան։ Շարունակություն